Ազգային ժողովի ընտրություններին մնացել է 1 օր, Սյունիքի մարզկենտրոնի փողոցներում փորձել ենք հասկանալ, կգնան կապանցիները քվեարկության, թե ոչ։ Միայն մեկ կին է ասել, որ չի գնալու ընտրության, մնացածները հավաստիացնում էին կկատարեն քաղաքացիական պարտքը։ Կապանցիները ընտրության գնալու են, թե ոչ։ Հա, բա ոնց անպայման գնալու են։ Գնալու եք, բան չի կանելու։ Այո, անպայման։ Անպայման գնալու ենք։ Ընտրության գնալու ենք։ Հա։ Կապանցիները ընտրատեղամաս հասնելու եւ իրենց ձայնով իշխանություն ձևավորելու հարցում հետևողականների թվում են։ Ազգային ժողովի 2021 թվականի ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների շուրջ 61%-ը։ Դա հանրապետության միջինից բարձր է 11, մայրաքաղաքից շուրջ 20%-ով։ Ընդհանրապես 35 ընտրատարածքը, որն ընդգրկում է Կապան, Քաջարան եւ Մեղրի խոշորացված համայնքները, ավանդաբար մասնակցության բավարար ցուցանիշ ունի։ 2021-ին քվեարկել է շուրջ 60,000 քաղաքացի, 99,054-ից։ Ընտրատարածքային հանձնաժողովի նախագահն ընդգծում է կարևոր է յուրաքանչյուրի մասնակցությունը։ Սյունեցիները բավականին գիտակից են եւ իրենց քաղաքացիական պարտքը միշտ էլ կատարել են։ Եվ եւս մեկ անգամ առիթ օգտագործելով հորդորում ենք բոլոր այն անձանց, ովքեր ունեն ընտրելու իրավունք, այդ օրը ներկայանան ընտրատեղամասեր եւ կատարեն իրենց ընտրությունը։ Միշտ չէ, որ մարդիկ ընտրելու իրավունք են ունեցել։ Դարեր շարունակ կանայք, աղքատները հասարակության այս կամ այն խավը չեն կարողացել մասնակցել իշխանության ձևավորմանը։ Հետևաբար ընտրությունը բացառիկ իրավունք է, որով քաղաքացին օգտագործում է իր իշխանությունը։ Ռոմա Զաքարյանը վստահեցնում է, արվել է ամեն ինչ պաշտպանելու համար յուրաքանչյուրի ընտրության եւ դրա գաղտնիության իրավունքը։ 35 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի սպասարկման տարածքում ձևավորվել է 76 տեղամասային ընտրական հանձնաժողովներ։ Քաղաքացիները կարող են ազատ գնալ ընտրության, գնալ ընտրատեղամասեր, կատարել իրենց քվեարկությունը։ Պետք է ասենք, որ քվեարկությունը ամբողջությամբ գաղտնի է, ոչ մի տեսակի նկարահանում տեղի չի ունենում։ Ճիշտ է, ընտրատարածքները, այն ընտրատարածքները, որտեղ որ ընդգրկված են 300 եւ ավել ընտրող, այդ ընտրատարածքներում ամբողջ քվեարկության ժամանակահատվածում տեսանկարահանվում է, սակայն պահպանվելու են բոլոր գաղտնիության սկզբունքները եւ քաղաքացին գտնվելով քվեախցում ինքը միայնակ կարող է կատարել իր ազատ ընտրությունը։ Այդ ընտրությունը ոչ մի տեսակ, ոչ մեկի կողմից, ոչ մի ձևով չի նկարահանվում, չի դիտարկվում ոչ մեկի կողմից եւ քաղաքացին ազատ կարող է արտահայտել իր ընտրությունը։ Ընտրությունն ազատության չափման գործիք է, քաղաքացիական հասունության ցուցանիշ եւ ապագայի ձևավորման հնարավորություն։ Գնացեք ընտրության, օգտագործեք ձեր իշխանությունը։